Ալո, բարև ձեզ։ Գեղարքունիքի մարզի Գագարին քաղաքի որևէ հեռախոսահամար ունեք ձեզ մոտ գրանցված։ Հայ պոստի բաժանմունքը կամ ես մոտ 0261 կոդը։ Այո։ 25151։ Շնորհակալություն։ 0261 251 Առավոտից երեկո թեկուզ անդադար Գագարին անհնար է զանգահարել։ Այս բնակավայրի մասին տեղեկություն ստանալու միակ տարբերակը այնտեղ գնալն է։ Այլապես մարզերի տեղեկատվական անձնագրում Գագարինի նույնիսկ անունը չես հայտնաբերի։ Գեղարքունիքի մարզպետարանում էլ նույն եւ միակ փոստի հեռախոսահամարն է գրանցված։ Գագարին ոտք դնելուն պես առաջինը արդեն հայտնի փոստային ծառայություն շարժվեցինք։ Դրան մյուս կողմում Գագարինը արտաքին աշխարհի հետ միակ կապող միջոցը միայնակ է։ Փոստում մարդ չկա։ Սևանի հենց մայրուղու մոտ գտնվող այս տարածքը գյուղ է, քաղաք, բնակավայր, ավան թե թաղամաս 10 անհայտով հավասարում է։ Պատասխանին չի տիրապետում նույնիսկ տարածքի միակ ղեկավարը։ Ընդ որում նա էլ գիտի, որ ղեկավար է, բայց պաշտոնն անհայտ է։ Քաղաքապետ, գյուղապետ, ավանապետ, համայնքապետ, թաղապետ, ավանային սովետի նախագահ, բաժնի վարիչ, պատասխանատու, եթե բոլոր այս պաշտոններից ոչ մեկն էլ հիշողությանդ մեջ չդաջվեց, անհանգստանալ պետք չէ։ Մեկ տարբերակ էլ կա ազգանունով։ Պարզապես պարոն Համբարձումյան, Գագարինի առաջնորդ։ Համբարձումյանի նստավայրը մշակույթի տունն է, աշխատասենյակը կուլտուրայի պալատի տնօրենի գրասենյակը։ Նախկին պաշտոնյայի մասին ամեն օր Համբարձումյանին հիշեցնում է այս ցուցատախտակը։ Գագարինում գործադիր, օրենսդիր, դատական, սոցիալական եւ մշակութային հարցերի միակ պատասխանատուն Սուրեն Համբարձումյանն է։ Աշխատավարձը ուղիղ 62,000 դրամ, ավելի քիչ քան գյուղապետինը, բայց նույնքան պարտականություններով, որքան քաղաքապետինը։ Առավոտից երեկո օրինակ Գագարինի ամբողջ բնակության պահանջները ինչ կա, եթե հարցեր ալինեմ, տեղում լուծում եմ, եթե չէ, քաղաքապետի միջոցով։ Նստավայրից Սպիտակ տուն առաջնորդի ռեզիդենցիա մի քանի վայրկյան է։ Ընկեր Համբարձումյանին տարածքում միանգամից նկատում են։ Սպիտակ Նիվա ունի։ Ոտքով թե մեքենայով Գագարինը կարելի է 1 ժամում ուսումնասիրել։ 2 տարբերակով էլ զննելուց հետո Համբարձումյանը խորհուրդ տվեց Գագարինին նայել այնտեղից, որտեղից ինքը Յուրի Գագարինն էր նայում, վերևից։ Սիրում եք բարձրություն։ Եվս 2 աստիճան բարձրանալուց հետո Գագարինի առաջնորդը խոստովանեց, բարձրություն այնքան էլ չի սիրում։ Այստեղ էլ վերջին անգամ չի հիշում երբեք ագլցել։ Վերևից երևում է այն գործարանը, որտեղ 1 տասնամյակ աշխատել է տարածքի միակ պաշտոնյան։ Կիսավեր այս գործարանների շնորհիվ էր, որ Գագարինը արդյունաբերական քաղաք էր համարվում։ Ամբողջ Գեղարքունիքն էր այստեղ աշխատում։ Մեր ավանի բնակիչները մարդիկ կային, որոնք ոչ թե մի տեղին աշխատում, այլ 2 տեղին աշխատում։ Ամբողջ Հայաստանի շրջաններից գալիս են օրինակ սարսակոմբինատ, նեֆտոբազա։ Գագարինից Սևան մի քանի րոպե է, որտեղ իր ժամանցն է անցկացնում եւ մկանները մարզում արդյունաբերական նախկին հսկայի, այժմ անհասկանալի համայնքի պետը։ Տարիներ առաջ, երբ գնացքը օրը մի 10 անգամ այս կողմերով էր անցնում, ինքն էլ մեծ հաճույքով տոմս էր առնում եւ լողազգեստը ձեռքին շտապում լիճ։ Հիմա գնացքը սուլում է օրը 1 անգամ։ Վերջին անգամ Սևան գնացքով Համբարձումյանը 15 տարի առաջ է գնացել։ Ու մինչև հիմա այս ծաղկունք կայարանը կոչվում է ծաղկունք, իսկ ավանը վերանվանեց Գագարին ավան։
Գնալ Գագարին եւ Գագարինին չտեսնել Գագարինցին պարզապես թույլ չի տա։ Առաջին տիեզերագնացն ու աշխատավոր ժողովրդի սիմվոլները միասին են ձուլվել։ 61-ին առաջին տիեզերագնացի անունը հավերժացավ նավ Քժատսկ քաղաքում, ապա Գագարինի անունով կնքվեց լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը եւ խորհրդային Հայաստանի այս բնակավայրը։ Իրենց բնակավայրի մասին պատմությունն այսքանով ավարտում է բաժնի վարիչը։ Իմ պապան ստե բրիգադիր էր։ Ստեղ մի սենյակ ռեմոնտ արին, մնացել ենք։ Բարև։ Էս էլ մեր հին բնակիչներից է, որ ասում եմ մեզանից հետո իրանք են եկել անմիջապես։ Ստեղ գեղեցիկ տոտա ունենք ասատու։ Ասում եմ մեր հին բնակիչներից է։ Հա։ Ասում եմ փոքր ժամանակ Սուրիկին հիշում ես, իրան չէ։ Հա։ Անձի է ասում, հիշում ես։ Ոչ հիշում, մենք իրար հետ ենք մեծացել։ Էսա իրանք, իրա մաման էլ մեծ կինա, մեր ինքը մեր մոտից չի, ինքը հայ լուրից է։ Հա։ Սուրեն Համբարձումյանը մանկապարտեզ չի հաճախել։ Փոխարենը որդու եւ դստեր հիմա էլ թորների ձեռքից բռնած մեծ հաճույքով տանում է իրենց միակ պարտեզը։ Ասում եմ, ոնց պատահում ենք գրում են, էլի։ Ինչպես պատահի գրում են, ինչպես պատահի դիմում են։ Գագարինում Համբարձումյանին նախընտրում են դիմել 3 ձևով։ Մեր թաղապետը, գյուղապետ, չգիտենք ոնց կոչենք, 30 տարի մարդը ապրում է ներկա մոմենտին ու ինքը չգիտի ինչ կարգավիճակում է գտնվում։ Պաշտոնի եւ Գագարինի անվանումների բազմազանությունը բնակավայրում խոսք ու զրույցի թեժ թեման է։ Համբերատար է միայն մեր հերոսը։ Որ առանձին անեն, քաղաք պետք է անեն, քանի որ գյուղը հող չունի, ոնց գյուղ կկոչվի, թե հիմա ոնց են անվանել, ես էլ չգիտեմ։ Շատ պատահական Սևանի քաղաքապետի որոշմամբ 6 տարի առաջ Սուրեն Համբարձումյանի նշանակեցին փոքրիկ տարածքի փոքրիկ իշխան։ Փոքրիկ իշխանի ոգևորությամբ, բայց ձախորդ Փանոսի հաջողությամբ է Գագարինի ղեկավարը առաջ գնում։ Բայց հրաման արձակողը ինքը չէ, Գագարինի իրական տերը Սևանի քաղաքապետն է, այստեղից 7 կիլոմետր հեռու։ Յուրի Գագարինի պատմական թռիչքը շատերի համար դարձավ նոր կյանքի սկիզբ։ Մեր Գագարինում էլ նոր կյանքը սկսվեց, բայց հանկարծակի էլ ընդհատվեց։ Լավ կյանքին երկար սպասելուց հոգնած ուրախ զանգի Գագարինում այլևս չեն սպասում։ Ուղղակի ապրում են։ Говорит Москва. Передаем сообщение ТАСС о первом в мире полете человека в космическое пространство. Поехали!